Ուզում եմ ձեզ ցույց տալ ջինսի պահպանումով կարճացումը։ Իրականում ես գործողությունը հիմա չեմ կատարի, բայց կբացատրեմ մի փոքր ու կարծում եմ, որ հասկանալի կլինի շատ շատերին։ Ուրեմն տեսեք, հաճախորդու հակը ես այս չափը նշել եմ, տեսեք պուլավկա եմ դրել։ Նախ ասեմ ձեզ, այս չափով որ նշված է, հենց այստեղից էլ կտրվելու է։ Այսինքն, երբ որ դուք ծալածը բացեք, ես նախորդ քորոց եմ դնում ու հետ եմ բացում ու հենց այդ ինչ չափով որ երկարությունը նշել ենք, այդքան եմ կտրում, որովհետև հիմա բացատրեմ, թե ինչու։ Արդեն կտրելուց հետո, երբ որ մենք սա պետքա տեղադրենք, այս հաջորդ հատվածի վրա էլ իհարկե, տեսեք, իր գործարանային կարն եմ ես ձեզ ցույց տալիս ու ջինսի իր այդ էֆեկտները։ Արդեն այստեղից եմ կտրելու, սանտիմուկես ավել եմ թողնելու, Հիմա, քանի որ մենք այստեղ այս չափսը ունենք 2 սանտիմետր, այստեղ էլ կտրել ենք հենց ուղիղ չափը, ինչքան որ նշել ենք, այդ ջինսի տաբատի հասակը։ Հիմա, երբ որ մենք կարում տեղադրում ենք, արդեն այս 2 սանտիմետրը գալիս է այստեղ շարունակություն է հանդիսանում ինքը և արդեն իր, այսինքն սրանից, երբ որ ինքը վերցնում է կարաբաժին, այդ կարաբաժնի փոխարեն այս պատրաստին գալիս է դառնում է շարունակություն։ Կարծում եմ լավ բացատրեցի ու իրականում ես ձեզ ասեմ, էլի տարբերակ կա, ես հեսա դա էլ կասեմ, իսկ որպիսի շատ որակով ստացվի ձեր արած աշխատանքը, պետքա այս կարերը իրար համընկնեն։ Երբ որ դուք արդեն տեղադրումը կատարում եք, պետքա կարը կարին սիրուն համընկնի։ Կարծում եմ պատկերացրիք, կարը կարին պետքա համընկնի, իսկ մյուս տարբերակը արդեն իր այս գործարանային թելը քանդում ենք և կտրած հատվածը տեղադրում ենք, այսպես մեջով ենք կարում ու ինքը պատկերը ստացվում է հենց այսպիսին, ուղղակի իր գործարանային այդ կարը քանդում ենք, այսքանը։